Դերասան Լևոն Մկրտչյանը և նրա կինը Էվելինա Ստեփանյանը բավականին ակտիվ են ինստագրամյան հարթակում։ Այս պահին Լևոն Մկրտչյանը նկարահանվում է «Գոյամարդ» հեռուստասերիալում, դե իսկ Էվելինա Ստեփանյանն էլ շարունակում է իր ակտիվ գործունեությունը ծավալել ռադիոյում և ոչ միայն։ Էվելինա Ստեփանյանն այսօր ինստագրամյան հարթակում հանդես է եկել նոր հրապարակումով, այդպիսով նշելով, որ ինքը շատ է սիրում քաղցր և երբեմն հրաժարվում է քաղցրից։ Մեկ-մեկ ասում եմ, վերջ հրաժարվում եմ քաղցրից ու այո հրաժարվում եմ։ Ու առաջին հերթին մաշկիս որակն է բարելավում, բայց հետո էլ գալիս է պահ, ասում եմ դե լավ մի կյանք ենք ապրում, էս էդ պահն ա ու ես այնքան երջանիկ եմ։ Գրել է Էվելինա Ստեփանյանը ցույց տալով այն քաղցրավենիքը, որը ինքը պատրաստվում է ճաշակել։ Բարի օր բոլորին։ Ճիշտն ասած ափսոս էի նկարում, որ տեղադրեի, արդեն հացս կերավերջացրի, կտեղադրեմ, հետաքրքիր բաներ կասեմ օգտակար սննդի մասին, որովհետև ես ժամանակին բացառել էի լրիվ օգտակար սնունդը, հետո կար շրջան, երբ միայն ուտում էի օգտակար բաներ, որևէ վատ բան, դվածքս ավարտվեց, որևէ վատ բան չէի ուտում, բայց հետո եկավ պահ, երբ ես հասկացա, որ խելամտորեն կարելի է այդ հարցը լուծել, եթե ինչ-որ կոնկրետ ու հստակ պատճառ չունեմ ինձ զրկելու, ասենք չիփսերից, այն կծու, քաղցր, թթու, անիմաստ կոնֆետներից կամ շատ շաքարից, որովհետև սիրում եմ քաղցրակերեմ, հիմա կոմպենսացնում եմ, վատը լավով կոմպենսացնում եմ, մանրամասն կգրեմ, բացի այդ պահքի մասին եք շատ հարցեր տալիս, հիմա դրան էլ կանդրադառնանք։ Պահքի մասին, թեև այս շրջանը լռության շրջանա, խոնարհության, զրկանքներդ լուր, առանց իլուր աշխարհի կրելու մասին է, բայց քանի որ հարցնում եք, անկեղծորեն ասեմ, ես մեծ պահքի մեջ եղել եմ մի քանի տարի պարբերաբար և դա չափազանց սիրուն շրջան է եղել իմ կյանքում, բայց վերջին անգամ հասկացա, որ ես ֆիզիկապես այլևս անուժ եմ, որովհետև քաշ եմ կորցնում, իսկ հետո շատ ավելի դժվար վերականգնում եմ քաշս։ Ինձ մոտ դժվար է, չգիտեմ, իմ ֆիզիոլոգիան հենց այդպիսինն է, ես քաշի ավելցուկ երբեք չեմ ունենում, բայց շատ արագ կորցնում եմ, ինչևէ։ Եվ վերջին 2 տարիներին հիմնականում վերջին 1 շաբաթում եմ պահքի մեջ լինում, սննդային պահքի, բայց ի վերջո, այս շրջանը աղոթքի, լռության, ապաշխարման, ներման, առաջին քայլ անելու, խոնարհության մասին է, և միայն այդ դեպքում դու կլինես ընդունելի ըստիս, այլ ոչ թե դնես ու հաշվարկես, վայ, ես ինչը կերա, ես ինչ մեղք ես գործեցի, հատկապես անգիտակցաբար, երբ դու ինչ-որ կենդանական ծագման բան ես ուտում, դա մեղք համարել չի կարելի, ավելի պիտի խորանալ ըստիս, խորհրդի մեջ և ոչ թե արտաքին սննդային հանգամանքների, ներողություն եմ խնդրում, համենայն դեպս ես շատ լավ է, շատ հաճելի է, երբ մարդիկ 48 օր այդ շրջանի մեջ են լինում, նաև սննդային պահքի մեջ են լինում, դա հանճարեղ է, բայց եթե չեք կարողանում, մի դատեք ձեզ, փորձեք աղոթքի մեջ լինել ընդհանրապես։ Բայց սիրելի մարդիկ, դուք կարող եք ձեզ զրկել ամենավնասակար սովորություններից, այն բաներից, որոնցից ունեք կախվածություն, որոնք վատ են անդրադառնում ձեր կյանքում, և դա ևս Աստծո կողմից լինի ընդունելի։ Մեծ պահքը նրա մասին չի, որ դու հասնես հիվանդանոց, ձեռք բերես առողջական շատ լուրջ խնդիր, քահանաները նույնպես ասում են հղի կանայք, նույնիսկ ծոմապահության ժամանակ, երբ դու ծոմ պահած պիտի լինես ու մոտենաս հաղորդությանը, պատարագի վերջում, քահանաները ասում են, ովքեր որ ֆիզիկապես հնարավորություն չունեն, ունեն հիվանդություն, ունեն ինչ-որ տկարություն կամ հղի կանայք, մի արեք այդ բանը, ուշաթափության մի հասեք, որովհետև Երեկվա տրնդեզի պատմությունը։ Ուրեմն իմ մտքով ընդհանրապես չէր անցնում, որ տրնդեզը նաև վերաբերվում է ինձ ու Լևոնին, որ 8 ամիս առաջ ենք ամուսնացել, չի նշանակում, որ մեր տրնդեզը չի։ Ու տալս է զանգում Լևոնի քուրիկը ու ասում եմ, որ պարտադիր պիտի ունենանք տրնդեզ, կապ չունի, որ արդեն ամսի 13-ին չենք հասցնի պատրաստվել, մեր տրնդեզը տեղափոխվում է այսօր։
Եվ հիմա ես գնում եմ շտապում եմ, որ պատրաստություններ տեսնենք, ընտանիքներով հավաքվենք ու ունենանք լավ երեկո, եթե կթողնեն, վիդեոներ կտեղադրեմ, բայց ոչ մերոնք, ոչ էլ Լևոնի ընտանիքը չի սիրում շատ նկարվել, բայց ես կփորձեմ, ես զանուդա եմ, չէ, հաստատ կան, ուրեմն մեր մոտ շատ թեժ է, չգիտենք կհասցնենք թե չէ, успеем тётя Лен, как вы думаете? Ну, постараемся. Ես սալատ եմ սարքում, տյոթ Լենան էկլերներն է սարքում, ու մտքով ես անցել է, որ մենք միասին կարանք խաղանք շատ խնդալու կլինի, հայ-ռուսական նորմալ չի. Давайте поиграем вместе, да? Не в прямом эфире. Это я сейчас стори делаю, анонсирую как будто, потом будем играть и снимать. Согласны? Хорошо. Знаете эту игру? Слышала. Нормально, например, что мы вместе сейчас в кухне работаем? Ну, 50 на 50. Кес-у-кес? Кес-у-кес. Ладно, խոստանենք, որ կնկարենք։ Հասկանանք, թե որքան են իհարել մեր ամուսինը, ձեր տղան։ Ваша сыночка. Моя сыночка похудела. Да. Вау, 84 без одежды. 6 килограмм почти. 94, мам. Лев, ты 100 будет, да? 101. 101, օժոլով։ С половиной. Շնորհավորում եմ մեզ եւ ձեզ հարգելի հետևորդներ։ Իմ հրաշք, իմ սրտիկ, իմ Վալենտինկա։ Ուտիմ ես քեզ։ Ուտիմ։ Սիրով, երեխեք ջան, սիրով է սարքել մամաս։ Իդեալական։ Իրապես սիրուն։ Ինքն արել։ Оказывается, նա ոչ միայն լավ դասախոս, այլև ձեռքից շնորհքով կին է նա։ Էվելինա Ստեփանյանն ինստագրամյան հարթակում անդրադարձել է իրեն պարբերաբար ուղղվող քննադատություններին ու մեկնաբանություններին։ Էվելինան իր այս հրապարակման մեջ ասում է, որ ինչ ուզում է լինի, եթե մարդիկ չեն կարողանում ձեզ տեղավորել իրենց քառակուսու մեջ, ապա միևնույն է քննադատելու են, չարախոսելու են եւ այդպես շարունակ։ Բամբասկոտ մարդկանցից զսվում եմ, կան չէ մարդիկ, ովքեր միշտ ինչ-որ մեկի հետ կոնֆլիկտի մեջ են, իրենց էլ չեմ սիրում, ու կան չէ, որ չեն հասկացել, որ խնդիրը ոչ թե մնացածի, այլ հենց իրենց մեջ է, իրենց նույնպես չեմ սիրում։ Կան այնպիսիք, ովքեր մի հոգու բամբասանքի զոհը դառնալով առանց պարզաբանումների հարաբերություններ են փչացնում, հենց այն մեկի հետ, ով իբր իրենց մասին վատն էր խոսել, այն առաջինի պատմածով, ֆու, ես ամենաշատը երևի հենց այդ կախականջ հավատացողներին չեմ սիրում, իրենք այնքան վախկոտ են, որ նույնիսկ դեմ առ դեմ խոսակցությունից են թեպեր առած փախնում, բայց երևի ամենաշատ իրենց զոհի տեղ դրած վանքի հավեր ուտողներից եմ խոսում։ Իրենք ոնց խեղճ ու վախկոտ կան, այդպես էլ կմնան, այս կյանքն եմ սիրում, սիրով լի մարդկանց եմ սիրում, առողջ մտքով ու համարձակներին եմ սիրում, կուլ չգնացողներին, մինչև վերջ արդարության համար կռիվ տվողներին եմ սիրում, իրենց բացասական համոզմունքների վրա մի քիչ, գոնե շատ քիչ կասկածողներին եմ սիրում, նշել է Էվելինան։ Էվելինան նաև նշում է, որ այս հրապարակումն անում է, քանի որ ամուսինը գնացել է նկարահանման եւ ինքը տանը մենակ է։ Բարի երեկո, ցավոք միայն օրվա վերջում է հաջողվում մնալ մի քիչ ազատ ու ձեզ հետ շփվել, բայց ինչև է, քանի որ Լևը գնաց կրկին նկարահանման, ես էլ տանը մենակ եմ, քարիկներով մեյքափս վկա, ես եմ հեղինակը ու շատ սիրում եմ, դուրս շատ է եկել։ Դուք էլ գնահատեք, բայց լավ չշեղվենք այս աղջկական թեմաների վրա։ Եկել եմ ավելի կարևոր բան ասելու։ Լավ, սիրելիներ ջան, մարդիկ ջան, եկել եմ ասելու, ինչ ուզում անենք, լինենք լավը, վատը, տգեղ, գեղեցիկ, թեև ես այդ չափորոշիչները երբեք չեմ հասկացել, խելացի, անխելք, եթե մարդիկ որոշել են, որ մենք իրենց քառակուսիների մեջ չենք տեղավորվում, միևնույն է չենք տեղավորվում, այդ քառակուսիների մեջ չենք տեղավորվելու, եւ դա ամենևին մեր խնդիրը չի։ Հիմա խնդրանք հորդոր կամ անձնական փորձից մի կտոր
Ընդհանրապես մի մտածեք, թե ինչ կմտածեն ձեր մասին։ Ուղղակի ապրեք, վայելեք այս կյանքը, ապրեք այնպես, ինչպես դուք եք համարում ճշմարտացի։ Թե ինչ կասեն, ինչ ուզում ա թող ասեն։ Իմաստնություն իմաստնությանց։